Դուք չեք նկատել, ինչի դարավ 74% ամերիկյան փայ, 26% հայկական։ Ու շատ կարևոր բաներ կա, որ այդ պայմանագրի մեջ բացակայում է։ Օրինակ, ինչի 74%, ինչի 26, ինչ օրինակ 80 չէ 20 կամ 49-51, ոնց որ ընդունված է միջազգային բոլոր պայմանագրերի մեջ։ Ասեմ, ըստ ինձ, իմ կարծիքի, չզարմանաք, որ ընտրություններից հետո, երբ որ այդ պայմանագիրը կկնքվի, եւ քանի որ այդ պայմանագրի մեջ արդեն չկա, որ ամերիկացիները չեն կարող իրենց փայը փոխանցեն այլ երկրի, գիտեք, որ ասենք մարդիկ բիզնես են բացում, գրում են բիզնեսի մեջ, որ իր փայը, եթե ուզում է վաճառի, առաջինը պետք է առաջարկի մյուս փայատերին։ Եթե չէ, կարա հանի շուկա, բայց շուկայում էլ չի կարա տա նրան ում ուզում է, մինչև այս փայատերը չհամաձայնվի, որ վաճառես սրան։ Մենք այդ կետերը չունենք ու կարծում եմ չի էլ լինելու։ Աստվածտա անեն։ Դա նշանակում է, որ այդ ճանապարհի փայը ես ձեզ հավատացնում եմ 26% իմ կարծիքով մնալու է ամերիկացիներին, 26% մնալու է Հայաստանին, 48% փոխանցվելու է կամ Ադրբեջանին կամ Թուրքիային։ Աշխարհի ոչ մի երկրին պետք չի այդտեղ գա ճանապարհ սարքի, բացի մի երկրից։ Դա Ադրբեջանն է։ Նույնիսկ եթե այդ կետերը մտցնեն, մենք ունենք էլի վտանգ։ Տեսեք ինչ է ասում ամերիկացին, ասում է իմ ազգային անվտանգությանը պետք է որ Գրենլանդիան լինի իմ կազմի մեջ։ Ու всё, ոնց ուզում եք կլինի։ Բավական անցնի մի 5 տարի ասի իմ ազգային անվտանգությանը պետք է որ այդ ճանապարհը լինի Ամերիկայի տարածք։ Ինչ ենք անում։ Այստեղ դրված է մեծ ավանտյուրա։ Մեծ ավանտյուրա։ Ու մենք ասում եմ, այդ տրիպի ճանապարհը մեզ հենց իր անունին համապատասխան բոլորիս վրա ազդելու է։